Դատարան ակնկալիչ արձանագրում է, որ Ռաշվան վկայի հասարակությունը սկսել է արձանագրում է, որ վկա Սենիկ Հովհաննիսյանը ծանոթվել է վիդեոանալիզության միջոցով, բացի այդ նախորդատականիստից հետո հեռախոսազանգի միջոցով ևս տեղեկացվել է դատականիստի օրվայրանի մասին, պարտավորվել է ներկայանալ, սակայն ինչպես տեսնում չի ներկայացել, իսկ հեռախոսազանգերը մնում են անպատասխան, քանի որ վերջինիս հեռախոսնամբարը անհասանելի է։ Խնդրեմ վկա Արսեն Թելունց ամենսը կանոնում Արսեն Թելունց Մալեկի Սունիկ Հեմարժ գյուղխնդրվես Փետրվարի 9-77 Դատարան ներկայացվեց Հայաստանի Հանրապետության AS 355-24 համաձայնագիրը, որ պատկանում է Արսեն Մալեկի Թելունցին, վերադարձվում է Նախազին եմ ճանաչում դժողներին երկուսին եմ ճանաչում մնացածին տեսել եմ մեր դատականիստերում Որևէ հանրության մեջ գտնում եք ոչ մեկի հետ Դատարանը ձեզ պարզաբանում է, որ պարտավոր չեք ցուցմունք տալ ձեր ներձավորազգացանի կամ ամուսնու վերաբերյալ Միևնույն ժամանակ դատարանը ձեզ տեղեկացնում է, որ պարտավոր եք տալ ճշմարտացի ցուցմունք տալուց խուսափելու կամ ցուցմունք տալու համար կենտրոնական քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական կրքի 5-րդ եւ 4-րդ հոդվածներով։ Խնդրում ստորագրեք, որ տեղեկացված եք Ես Արսեն Թելունցը ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, որ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Շնորհակալություն։ Արգելի վկա 20 թվականի սեպտեմբերի 27-ին ինչ որևէ պաշտոն զբաղեցրել եք, եթե այո, ապա որտեղ ինչ պաշտոն։ Քաշաթաղի շրջանի իշխանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնում եմ եղել։ Պատերազմը սկսելուց հետո ձեր որպես իշխանաձոր համայնքի ղեկավար պարտականությունները յուղի բնակիչների, ինչպես նաև չի բացառում նաև յուղ ժամանած անձանց մասով ինչպիսին են եղել, ինչ պարտականություններ եք ունեցել։ Փորձել ենք բոլորի նկատմամբ բոլորի խնդիրներին աջակցել զինվորականներին տեղավորել տարբեր բնակավայրերում Զինվորական հոսպիտալային ժամանակ տեղակայված էր իշխանաձոր համայնքում եւ հանձնարարական ունեինք հոսպիտալին անմիջապես աջակցել, որովհետեւ մի խնդրին հնարավորինս արագ լուծում տալու։ Անձնակազմի պատասխանման, օդային հարձակման դեպքում անձնակազմի ուղղացիների, ինչպես նաև միգուն տեղակայված անձանց պատասխանման եւ օդային հարձակման դեպքում կոնկրետ գործողությունների մասով որևէ հրահանգ, հանձնարարություն եղել է կամ կարգ գործել է։ Կարգ հիմնականում մի քանի անգամ եղել է այդ բերպիլոտնիկների ձեների ժամանակ մեկը մեկի միջոցով բարձր ձենով օդային տագնապ են հայտարարել բարձր ձենով, որ օդում ինչ-որ բան կա եւ փորձել են մարդիկ տարբեր տեղեր պատասխանվել են։ Ինչ է ենթադրել պատասխանումը, ինչպես է պատասխանում։ Հիմնականում այդ բերպիլոտնիկի ձայնը որ լսել ենք, մեկը մեկի մոտոցով բարձր ձայնով ասել են օդում բան կա եւ
մարդիկ պատասխանվել են։ Որտեղ, ինչ եղանակով։ Տարբեր տեղեր։ Հիմա բանը մեր ժամանակ իշխանաձորը բանի շտաբը տեղակայված էր դեղ, այդ մոբ ռեսուրսը իշխանաձորից էր բանանում ուղղում շրջանի եւ առաջին բանակային կորպուսի մոբ ռեսուրսներ էլի իշխանաձորում էր տեղակայված անմիջապես մեր տան հարևանությամբ եւ շատ իշխանաձորում մեր ժամանակ շատ մարդ կար հիմնականում բնակելի տները արդեն հատկացրել էիք զինվորականներին տարբեր տեղ համարյա թե ամեն տեղ մարդ կար եւ մեկը մյուսի միջոցով բարձր ձայնով արդեն սաղ մեկը մեկին լսել են Այդ նկարագրեք օկտեմբերի 9-ին տեղի ունեցած դեպքը ձեր աչքերով։ Սովորական օրեր եւ էլի բես Մինչև բացի պատասխանները մինչև օկտեմբերի 9-ին իշխանաձորը առաջնագիծ է եղել թե թիկունք։ չէ թիկունք է Մարտական գործողությունները իշխանաձորում օկտեմբերի 9-ի դրությամբ եղել են։ չի եղել չեմ հիշում մի քանի անգամ բանով հարվածել են մոստին չեմ հիշում այդ ժամանակ սկզբին հարվածից այդ ժամանակ եղել երևի ավելի ուշ է եղել օկտեմբերի 9-ից հետո բայց բաներ կրակոցներ եղել են մոտակայքում այն S300 բաների վրա մի քանի անգամ կրակել էին իշխանաձորի մոտիկ էր ընկել իշխանաձորից օթային ասենք սպեցպիլոտնիկի չէ բեսպիլոտնիկի հրթիռային մի քանի անգամ եղել էր մի երկու անգամ օկտեմբերի 9-ը ճիշտ ասած ժամը չեմ հիշում որ ժամին էր այդ ձենը լսվել գոսպիտալի ազնագազմը այն ժամանակ մեկ համագործակցում էինք իրաց հետ այդ արյունը բանը մեր տոնը մեր տունը գոսպիտալին կից է համարյա թե մի 100 մետր հեռավորության վրա է շուշուտ գնում գալիս եք եւ այդ ժամանակ այդ ձենից արդեն բոլորս հասկացաք որպես բելոտնիկն է որովհետեւ այն ապրիլյան պատերազմի ժամանակ էլ էինք արդեն այդ նույն ձայնը լսել եւ հետևանքները տեսել այդ ձայնից արդեն մեկս մեկին արդեն ասել էինք որպես բելոտնիկա եւ սպասում էինք ու ֆռում էր ապդտվում էր գյուղի վրա հետո ժամանակ ահագին ժամանակ ինչքան հիշում եմ եթե միգուցե կարող է ժամերը բաները տես բանան են ճիշտ ասեմ բայց մի ահագին ժամանակ բդտվում էր մեր գլխավերևներում հեռանում էր մոտիկանում էր բայց արդեն մեծ մասը պատասխանված էր գյուղ ժողովրդի հոսպիտալի ազնագազմը մեքենաները անմիջապես քաշել էին այդ հոսպիտալի կողմից դիմացից ծառերի բանի տակ պատասխանվել էին հետո մի որոշ ժամանակ հետո նկատեցի այդ ընթացքում մեքենա էր բարձրանում իմ տնից մեկ էլ այդ բանի մեկ դավթումաս տանողը ճանապարհ էր ասում այդ բաժոմի վրա նկատեցի որ մեքենա է բարձրանում զինվորական մեքենա մեծ մեքենա էլի պատտվում էր այդ ժամանակ էլի այդ բեսբելոտնիկը հետո արդեն տեսանք որ ուզում հարվածի ժամանակ իջնելուց ուժեղ ձեն է անում մեկ սկզբից մտածում ենք որ հոսպիտալին է խփում բարձր ձեներով ասեցի հոսպիտալը եւ կրակում էինք դաժե միջև այդ մեքենայի վրա բեսբելոտնիկի վրա տարբեր տեղերից էլ էին կրակում ես էլ էի կրակում հենց արդեն վերջում իզուր էր կրակելու որտեվ հեռու էր մեզ թվում էր թե շատ մոտիկ է խփում թվում էր թե հոսպիտալն է խփելու հետո խփեց որ տրակեց ուժեղ ծուխի լավ ես արդեն ես մեր տարածքը անգիր գիտեմ անմիջապես մեքենան նստեցի ու բարձրացա այդ ուղղությամբ մի կարող րոպե էլ չտեված ինը 2 րոպե էլ չտեված ինը որ հասցրեցին ուժեղ մեքենան արագ վարելով հասցրեցի տեղ ու տեսա որ Ural մեքենան այդ վառվում է արդեն շատ ուժեղ մեջ ազնակապ շատ ուժեղ վառվում էր եւ մեր ճիշտ անուն մոռացել եմ Հարութ արդեն գետնին նստած գլխին խփում էր լասում էր որ երեխան հետո իմացա որ երեխա մեջը նա մեկ ուրիշը Արմենը մեքենայի հետևին արդեն վիրավոր ընկած մեքենա հենց անմիջապես կուզովի տակը փորձեցի Արմենին քաշելով հանեցի գցեցի մեքենայից մեջ արդեն ֆռալուց փորձում էի Հարութին որ մեքենայից հեռու բայեմ չէր ենթարկում
չէր ենթարկում, որ ստիպում եք քարեր օկանող մեկ, ասեցի լավ, այս տղային տանեմ հիվանդ հոսպիտալ, հետո որ կվերադառնամ, այդ ընթացքում մեքենան ֆռալուց մի հորքի էլ վիրավոր եկավ նստեց մեքենան, Արմենի հետևի մասում էի պարկեցրել, ինքը եկավ նստեց մեքենայի դիմացը, վիրավոր էր, բայց ծանր էլ վիրավոր էր, հետևի մեջքից էր, թե որտեղից էր, թե հետևի մասից էր, հետո իջան հոսպիտալ, տարա թողեցի հոսպիտալում, նորից հետ բարձրացա, այդ ընթացքում զանգել էի, այդ ընթացքում պաժարնիները գյուղում տեղակայված էին, որ պաժարնիները բարձրանան, նորից ես թողեցի վիրավորներին հոսպիտալում, նորից բարձրացա վերև, էլի Հարութը էլի մեքենայի մոտ չէր, հնարավոր չէր, արդեն մարդիկ շատացել էին, մեքենան մի քիչ ուշացավ պաժարնի մեքենան, բայց դե հնարավոր չէր փրկել, մեկը այդ նույն պահին էլ եթե ես դետել հասներ, որից է մեկը հնարավոր չէր լինի դեղից փրկել արդեն երեխաներին, այդքանը։ Այ երբ որ լսեցիք այս պիլոտիկի արտասեի ձայնը, դուք կոնկրետ որտեղ եք։ Մեր հայաթում էի։ Բաց տարածքում եք։ Դրսում, մեր հայաթում դրսում։ Իսկ տեսել եք բացի լսել։ Երևում էր, շատ դժվար էր երևում, բայց պարզ օր է եղել։ Պարզ օր է, արանքում որ ուշադիր նայում էիք, մի թեթև սպիտակին տալով երևում էր, վերջում եք լավ տեսել արտենիշներուց։ Իսկ ձայնը ուժգին էր, ցածր էր։ Ձայնը նորմալ ձայն էր լսվում էր, մի արանքում հեռացավ մոտիկանում էր, հեռանում էր մոտիկանում էր, բայց լսվում էր ձայնը։ Հնարավոր է ձայնը չլսել։ Չէ, ես չեմ, միշտ լսել եք։ Միշտ լսել եք ու զգոն եք եղել, միջև իշնել, միջև պայթել։ Ձեր տունը եւ հոսպիտալը ասացիք 100 մետր հեռու։ 100 մետր հազիվ։ Ձեր տան եւ հոսպիտալից, ձեր տնից եւ հոսպիտալից դեպի Խաչմերուկ ինչքան է հեռավորությունը։ Թոմի 300 մետր էլ եղել։ Հա, կարող է, հազիվ, այդ կարող է դել չլինի։ Իսկ այդ շտաբ կոչվածը, որ ասում եք մոդրեսը։ Շտաբը մեր գյուղապետարանը, մեր Խաչմերուկից էլ մի 50 մետր, մեր տնից որ բարձրանում էր դեպի բանը, կենտրոնը, այդ Խաչմերուկի ձախ հատվածում է, 30 մետրի վրա տեղակայված շենք կա։ Իսկ զենքի պահեստ կար Խաչմերուկում, Շենքի հարակից տարածքում ինչքան հեռավորության է։ Խաչմերուկում անմիջապես բանից Խաչմերուկից գյուղապետարանի ճանապարհի վերևին ջրային տնտեսության գարաժ ունեինք։ Այդ նավեսի տակ կար, արկղներ կար։ Նավեսի տակ, այդ Խաչմերուկից ինչքան էր ջրային տնտեսության գարաժը հեռու։ Կփած ճանապարհին տակը գյուղապետարաններ, վերևը ջրային տնտեսության գարաժը, այդ մի հատվածն արդեն Խաչմերուկ։ Իսկ ինչ չափի, ինչ պահեստի մասին է խոսքը, ինչ չափի պահեստ։ Նավես է եղել, պահեստ չի եղել, նավես է եղել, արկղներ կար բանի, այդ զենքի սնարյադի բանի արկղներ կար, փամփուշտի, արկղները չէ փակ են։ Երբևէ որպես համայնքապետ այցելել եք, տեսել եք։ Չէ, դեմաղ զինվորականները տարբեր բաներ, մի քիչ Խաչմերուկից մի 200 մետր վերև կար, պատրոններ կար, սնարյադներ, ящикներ կար էլի, այնտեղ արդեն զինվորականները վերահսկում էին, այն սկզբի պահերին, հա, հետո չէ, այդ օրվա մասին չեմ կարող ասել, այդ վերևինը, բայց նավեսի տակ արկղներ եղել։ Իսկ այդ նավեսի տակ հսկողություն կար։ Դե հսկողությունը այն ժամանակ ջրային տնտեսության աշխատող է եղել, պահակներ են եղել, բան են եղել, բայց դե արդեն զինվորականներ են եղել։ Դե զինվորականներ էլ են, չփանում։ Խաչմերուկում բան կար, ոստիկանություններ կանգնած մեր Քաշաթաղի շրջանին եւ զինվորական ոստիկաններն էլ էին հերթապահում էին։ Դա հասկանալ եք, ես ասում եմ նավես կոչված է։ Չէ, կոնկրետ այդտեղ որ պահակելներ ես չգիտեմ։ Միգուցե զինվորականներ։ Շարժ տեսել եք, որ արկղերը տան են բերել կոնկրետ այդտեղից։ Չէ։ Դե բնական է, տանել բերել են, բայց դե ես չեմ նկատել։ Հա, դե բերել են, չէ, տեղադրել են, չեմ դե։ Չգիտեմ, կարող է միգուցե դատարկ են բերել։ Միգուցե լիքն է եղել, միգուցե դատարկ արկղները բերել են դրել, չեմ կարող ասել։ Իսկ ձեր մոտ ինչ տեսակի կապ է, ռադիո կապ, ջրային։ Չէ, ջրային հեռախոս։ Միայն ջրային հեռախոս։ Մինչ այդ օրը, հոկտեմբերի 9, սա խոսքը վերաբերում է սեպտեմբերի 27-ից հետո։ ԱՏՍ-ի ձայն լսել եք։ Այդ պատերազմի ընթացքում մի 3 հատ եկել է, 3 թե 4 հատ։ Մինչև հոկտեմբերի
Չեմ հիշում կոնկրետ հոգտը միջև այդ ա եղել թե դրանից հետո հաստատ մեկը եկավ նորից այդ մեքենային խփեց այդ մեքենա մեկ վերել եք ջրային տնտեսության գարաժում սև ցելոֆանով ծածկել նորից այդ նույնից եկավ խփեց Այդ կներեք ջրային տնտեսության գարաժը նույն գարաժներ որ Հա, նավասպար։ հա։ Իսկ մեքենան վերեցի կանգնացի գտեղ Մեքենան զինվոր արկղերն էին մեկ այն ժամանակ այդ բանը երեխաներին մեկ ոչմ հանել եք այդ մեքենայից արդեն ուղարկել Գորից հետո զինվորականներն են քաշել բերել այդ մեքենան իրաց մեքենայով քաշել են բերել արկղերը գալի մի թղթի վրա նշեն ոնց է եղել էլի Yes, that's good. Այս մեքենայից որ բերվեց մինչև այդ ձեր ասած նավեսը որի տակ կային Այողությունների հարգելի որ պաշտպանության կողմից լացուցիչ ռեկլամանալը տատրան սերմանի Սև ցելոֆանով ծածկել։ Իսկ որ ծածկված է ցելոֆանով ինքը բաց տարածքում է կայանում, թե Հա, չէ, բաց տարածքում։ Իսկ այդ ծածկած վիճակում ինչ որ բանի նման է։ Ոչ մի վառված մեքենա լրիվ Ծածկված վիճակում, դե ծածկված չի եղել վառված մեքենա։ Հենց վերևից բան են նկատել են, իմացել են թե ինչ որ բանը խփել են նորից։ Այնտենց տպավորություններ, որ ինչ որ տեխնիկա է արել։ Երևի ծածկված է։ Տրամաբանական կլիներ այդ եղանակով, եթե զենքի պայստակողը բերել նման թիրախ կապից մեքենայի։ Չէ, դա որպես ուտիլ բերել են ներ։ Չէ, ասես հետևել է։ Ասում եք այդտեղ նավես է, նավեսի տակ էլ արկղեր էին,
ենթադրենք այդ արկղերի մեջ արկեր էին կամ ինքնաթեքեր, մեքենան բերում են 50 մետր հեռավորության վրա կանգնեցնում են ու դա ինքը ծածկելու պարագայում դառնում է թիրախ, տրամաբանական կլիներ։ Դե զինվորական մեքենան սև տելեֆոնով չեն ծածկում, ասի, եթե զինվորական բանով նկատի տեսած չեմ, որ սև տելեֆոնով մեքենա բանանեն, այդ քողարկեն, ծածկեն, ասեն, ես տեսման տեսած չեմ, դա պրոստ ուղղակի ծածկել, ես էլ չեմ պատկերացնում խի էին այդ տելեֆոնը գցել վրան մեքենային, որպես թիրախ ես օրինակ դա չեմ համարում, խի են խփել, իրանք թիրախ են իմացել, որ խփել են, բան չունեմ ասել, բայց դե սև տելեֆոնով մեքենա ծածկես, ես տեսման տեսած։ Իսկ որ խփել պայթեց, Պայթել է, իհարկե։ իսկ այդ պայթյունի հետևանքով բեկորներ, 50 մետր հեռավորության շարժառիթ։ Դե նրա բեկորները այդքան էլ մանր շարիկներ է այդ բանի բեկորները, բայց չի ասել, այդ շենքի հետևն է եղել, այդ որ ասում էի, այդ բանի։ Դեպի նավեսի տակի արկղերը։ Չէ, նավեսի տակ չէր հասնի այդ բանը, դժվար։ Կարող է նենց հասնի, բայց որևէ մի բան չէր կարող։ Իսկ եթե Խաչմերուկում մեքենա խփեր, ավելի հեռու է ստացվում նավեսից։ Խաչմերուկից կարող ավելի մոտիկ է, ավելի մոտիկ է։ Խաչմերուկից դեպի այդ նավեսը։ Կարող է մի 10 մետրի ավելի մոտիկ է։ Դուք ասացիք նաև կրակել եք, անձամբ նաև դուք ինչով եք կրակել։ Ավտոմատով, հակային ավտոմատով։ Մենահատ թե կրակել։ Ադինոշնի հակարակում ենք, մենակ ես չէի, տարբեր տեղից կրակոցներ էր լսում։ Տարբեր տեղերից կրակում։ Իսկ արդյունավետ է այդ կրակը։ Դե հիմա այդ պահին փորձում եք էլի միգուցե գտնի։ Ասացիք բացի Արմենից այլ վիրավոր եկավ նստել ձեր մեքենան, հետո իմացել եք ով։ Հետո տենց չեմ իմացել, բայց իսկ հետո իմացա որ բանի հետո իմացա որ մեքենայի մեջ է եղել, դեմից գնացող մեքենայի մեջ։ Ձեր մեքենայի մեջ է եղել, հա։ Իսկ ի վերջո իմացաք այդ զինվորները ոնց որ ամասի զինվորներ էին։ Ասեցին մեղրու, հետո եկան զինվորականները եկան այնտեղ, երկրորդ անգամ ես որ բարձրացել էի։ Բոյով տղա էր մի հատ լացում էր, մեկին զանգեց, հետո իմացա որ մեղրու զինվորականներն են։ Իսկ ԱԹՍ-ն լսելու պահից մինչև այդ դավթու Այդ բաժան։ այդ վերելքը բարձրանալ մեքենայի, մեքենան ասացիք նաև տեսել եք։ Ես նկատեցի, որ մեքենա է բարձրանում, որ կար Հակառակված ձեր ԱԹՍ-ն լսելը եւ այդ մեքենայի բարձրանալը։ չեմ կարա տես կոնկրետ բան ասեմ։ Դե տես կոնկրետ չեմ կարա ասեմ, ինչքան հատեվել։ Չէ որ ժամանակին ժամանակ անց։ Աթսն շատ երկար էր պտտվում։ Ինչքան գիտեմ կարող է դաժե միջև անգամ մի ժամից ավել պտտվելուց ա եղել, թե կես ժամ, մի ժամ հետ էս պտտվելուց ա եղել։ Երկար է Ասեցիք նաև, երբ որ այդ մեքենան բարձրացավ, ձայնը ուժեղացավ ԱԹՍ-ին, նկատեցիք նաև, բայց ենթադրեցիք, որ հարվածելու է հոսպիտալ։ Մեկ ասում եք հոսպիտալ են խփում, հետո որ տեսակ հերրու պայթեց, ես արդեն իզ մեջ բան արեցի, ասեցի հաստատ է մեքենային է խփել, որ բարձրանում է։ Անմիջապես շարժվեցի այդ ուղղությամբ։ Իսկ ըստ ձեզ այդ նույն ձայնն էր, որը որ իջալու հարվածեց։ Հա, դե։ Ինչի եք վստահ։ Դե հիմա կարող է դե արդեն այդ ժամանակ պետք է գնալ թամբի հետևը փոխեին նորից գար հնարավոր է։ Ինչ ասում։ Բայց ամեն դեպքում Հիմա մեկ օթում մի հատ ենք տեսել, կարող է երկու հատի ձայնը չէ կլսեինք մեկ չէ։ Կլսեինք։ ու նաև վստահ եք, որ ԱԹՍ է, այսինքն ինքը այդպես աչքի տեսածով վստահ եք, որ Հա, ձայնն էլ է նույնն, էլի մեկն ապրիլյան պատերազմի ժամանակ ալի խփել է մեզ վրա։ ապրիլյան ժամանակ որտեղ եք եղել։ Արալերում։ Արալերի շտաբի վրա խփել անդեղ եմ եղել։ Այդ Նույնն ա եղել, հաստատ նույնն ա եղել։ Նույն բեկորներն ա եղել։ դուք բեկորները տեսել եք։ Դե շարիկներ է, չէ, մեքենայի վրա այդ բաները կար։ Մանր բանի կարտեչի, բան սիգարետի բանի հաստության շարիկներ։ Շատ եմ տեսել։ Դե տենց որ խոսում են, ասում են խարոբ էին, ասում ինչ որ այդ բանի իսրայելական։ Դե տենց ասում են, բայց որ հաստատ ասենք այդ նույն մագնիսն է չեմ կարող ասում։
խաշմերուկից բանը կարող է ավելի մոտիկ է նավեսը, քան թե Ուրալը որ կա 50 մետր տենց։ Ուրալը եթե բանը հորադիզի բանի Ադրբեջանից գալիս է, ընդ բանի բան կա, բուտկա կա։ Խանութն է կան, հա։ Խանութ չհասած, եթե խանութ չհասած է կան։ Տելեկոմի բուտ։ Դից այդ նավեսը ձեր ասած։ Դից այդ ձեր ասած նավես դու պատկերացրու արդեն որ դեմ ասում։ Խաշմերուկը չհասած հետական դրան։ Հա։ Քանի մետր կլինի։ Այդ բուտկից։ Հա։ Բուտկից մեջև նավեսը էլի 50 մետր։ 50 մետր կլինի։ Բա ոնց կլինի, եթե բուտկից մենակ բուտկից նավեսը եթե 50 մետր է լինում, ավտոնել նավեսի մոտ այդ ձեր ասած տեղը որ կանգնում է, էլի 50 մետր է։ Դե մոտավոր 50 մետր, կարանք եթե Դուք հասկացաք, չէ, խաշմերուկ չէ, էսյան է խաշմերուկ։ ներքևից Ատրիատի կողմից որ գալիս եք, Ընդդեմ առնվազն մենակ մինչև խաշմերուկն է 30 մետր։ նայեք։ 30 մետրից ավել է մինչև այդ 40 մետրը մինչև այն բանն է 50 մետր, որ նոր ծառերը սկսում են։ Ծառերից հետո է նոր այդ չտարն։ Այնտեղ Տելեկոմի բուտկա է եղել մի հատ։ Տելեկոմի բուտկա է եղել։ Հետո անմիջապես մի հատ խանութ է եղել 10 մետր երկարությամբ այդ խանութը։ Հետո անրանքում հանրային զուգարան է եղել 2 մետր երկարությամբ։ Դրանից հետո էլի մի խանութ 10 մետր երկարությամբ։ Այդ սաղ ամեն ինչ իրար կպած է։ Հետո այնտեղ մեզ բան ունեիք, մի 10-15 մետր էլ հրապարակի նման բան ունեիք այնտեղ։ Դրանից անմիջապես կողով բարձրանում էր այդ բանը, Դավթումաստանով ճանապարհը։ Ես դրա համար եմ էլի հարցնում, եթե էսի խաշմերուկն է, էսի խաշմերուկն է, այդ բանը ձեր ասած պայեստը ստեղ է անգնում։ Պայեստ խաշմերուկից Ատրիատից որ գալիս ես խաշմերուկ անցնում ես ճանապարհի կողմը, հա։ Էսի խաշմերուկն է, ստեղ բուտկեն է, ավտոն էլ այստեղ է կայնած։ Հա։ Նավեսը ստեղ է։ Հետո որ ավտոն դուք իջացրել են, բերել են ստեղ նավեսի մոտ կայնացրել են, ոնց է այդքան։ Նավեսի մոտ 50 մետր ու խաշմերուկի էսի Չէ։ Նավեսի մոտ չեն կայնացրել ավտոն։ Խոսքի մի քիչ էսյան։ Նույն տարածքում են կայնացրել, բայց նավեսից նայեք, Ես տեսամ արդեն, ես հասկացա ինչ է։ Ստեղից զենքը բարեսնա արգղները ստեղա, չէ, մեքենան ստեղ են կայնացրել։ Ստեղից այդ տարածքի այս հատվածում։ Այս նավեսն է, չէ։ Բայց բանն է, բայց խաշմերուկն էլ ստեղ է։ Հա։ Հա, ինձ մի հատ պետք է, էլի, ես եմ ուղի։ Այս խաշմերուկն է։ Այս մեքենան բերել են ստեղ կայնացրել։ Գիտեմ։ Այդ արգղերը ստեղ է եղել։ Մեքենան ստեղ են կայնացրել։ Ստեղ էլ աշխատասենյակն է եղել ջրային տնտեսություն։ Հորադիզի յանը ո՞րն է։ Հորադիզը ստեղից է գալիս։ Ստեղ բարձրանում եք այդ դիքնը։ Այս խաշմերուկն է մեր։ Այս են այդ ընդհանուր տարածքը։ Ապրես, բա եթե մեքենան էլ խաշմերուկը, մեծ խաշմերուկը, գիտեք, ամեն շոշը ոնց որ 12 մետր է, այդ ձերի լեն է։ Այդ դրանից այնյան էլ մեքենան է կայնած, ոնց ալնա որ 50 մետր։ Որ մեքենա, մեքենան, այս պայթած մեքենան։ Մեքենան պայթած մեքենա։ Պայթած մեքենան է։ Հա։ Ոչ։ Այդ տարածքում ասացիք եւ Քաշաթաղի շրջանի ոստիկանության աշխատակիցները եւ Արմատական ոստիկանության աշխատակիցները իրականացրել։ Ճանաչել եք ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Անի Քաշաթաղի շրջանին հա բոլորին ճանաչում եմ, բայց ռազմական կոնկրետ այդ օրը չեմ կարող ասեմ, բայց դատական նիստերի ժամանակ լսեմ, որ Արմենն է եղել, հետո մի հատ այմի տղայի անուն ոնց էր։ Հա։ Էմի նախորդ նիստում եղել է այդ տղան, անունը չեմ հիշում։ Մեկը Արմենն է եղել հաստատ։ Իսկ իրանց հետ խոսել եք դեպքից հետո։ Չէ։ Ինչեր է սպառ թեկուզ։ Չէ, հետո կոնկրետ ինչի մասով։ Այդ դեպքի մասին, էլի, դեպքի մասին, այսինքն իրանց հետ խոսեք, իրանք Նայեք, ես խոսելուց, ես ընդհանուր դրանից հետո այդ դեպքի վերաբերյալ լսել եմ, որ իբր թե ես հաստատ չեմ կարող ասեմ, իբր թե հրամանատար այդ մեքենան կանգնել է, պատասխանվել են երեխաները, հետո հրամանատարը եկել է ասել է նստեք մեքենան բարձրացեք այս ուղղությամբ, իբր թե օթում բան կա, դա մեր խնդիրը չի, դա ՊՎՕ-ի խնդիրը բան, բայց ես դա չեմ կարող հիմնավորեմ, բայց ընդհանուր տենց խոսակցություն ականջովս ընկել է, բայց չեմ կարող ասեմ, ումնից եմ լսել, կոնկրետ չեմ կարող ասեմ, էլի դա ճիշտ չի։ Ոստիկանության աշխատակից Արմենի հետ մյուս ոստիկանների հետ
այս թեմայով Չեմ հիշում, չեմ հիշում։ Պատվական դատարան ձեր թույլտվությամբ ես մի հատ փոքր սխեմա եմ կազմել։ Պարոն Թուլություն, ուզում եմ ասել, բնակավայրերի տեղակայում մեկը դատարանը ու հանրային մեղադրում։ Ճիշտ է կազմել։ Հա։ Այլ է մոտավորապես, հա։ Բնակավայրերի հերթականություն, ուղղություն։ Հա, ճիշտ է։ Պարոն Թուլություն, այդ աջ կողմում ձեզնից գրած է Արցախը։ Այո։ Իրական գործունեությունը Չէ։ Արցախը։ Հա։ Քրեական գործունեությունից դիտվում է, որ զորամասի ՍՎ անձնակազմը տեղակայված է եղել Արցախում։ Այդ խնդրում եմ ասել, Արցախից Իշխանաձորի քանի կիլոմետր հեռավորություն։ Չեմ կարող ասեմ, 10 կիլոմետր կլինի։ Իսկ Իշխանաձորից Այգեգով, Այգեգ, չէ՞։ Այգեգ։ Էլի կարող է մոտավորապես 10 կիլոմետր, կոնկրետ չեմ կարող ասեմ։ Մոտավոր։ Դե մոտավոր էլի 10 կիլոմետր նշենք, հա։ Շատ։ Այդ խնդրում եմ հայտնել։ Բենզինի զապարակն Խաչմերուկի որ կողմ։ Արցախից Իշխանաձոր Խաչմերուկ չասած այդ հատվածում է եղել։ Այս որ գրանց մխանց այդ ուղղությամբ Չէ, վերև, Իշխանաձորում է եղել, մխանց հետ կապ չունի դա։ հիմա այս սխեմայում աճ ծաղը դեծաղ։ Սխեմայում մխանցից վերև է եղել, Իշխանաձորի Խաչմերուկից մոտ ինչքան կլինի մի մոտավոր 200 մետր ներքև, դեպի մխանց։ Սիլվայի Գագոյի զապրավկեն, հա, Սիլվայից Գագոյին զապրավկեն։ Չէ, Սիլվայի Գագոյին զապրավկա չի եղել, նեղ դոմիկ է եղել, այս ժամանակ ծառայում էր այդ Պագրիշկաբանը եք կպցունում։ Այս ժամանակ դա որպես խանութ է եղել, ծառայում էր արդեն որպես այդ Պագրիշկաբանը կպցունում էինք, որտեղ շատեր են։ Ես ճիշտ եմ ասում, որ զապրավկան էս կողմն է։ Ներքև Գագոյի խանութից ներքև, քո ասած։ Ու չէ, եթե էսի Խաչմերուկն Ներքև թե վերև։ աճ կողմն է, այլ ոչ։ Հա, աջ կողմն է, հա։ Պատվազան դատարան ես խնդրում եմ սիստեման քրական գործունեությունը, որովհետև հետագայում իմ կողմից օգտագործվել է։ Մի հատ բան կարելի է ավելացնել, դատապաշտպանը ասեց բանը զորամասի տեղակայված Արցախում, հա, տենց ոնց որ ասել, չենք սխալ ասում, տենց բան չկա, 3-4 գյուղում այդ իրանց բանը զորամասի տեղակայված է։ Պարոն Թուլություն, Խաչմերուկում այս քննարկում ժամանակահատվածում մարդաշատ է Խաչմերուկում։ Միշտ է մարդաշատ է եղել։ Քանակային պատկերացում ունեմ ինչքան քանակ։ Դե այդ բանին ես նեղ չեմ եղել, չեմ կարող ասեմ ինչքան է եղել։ Պարոն Թուլություն, այդ օրը քանի ափսի ձայն եք լսել։ Դեպողությունն էլ ասում մոտավորապես կես ժամից մի ժամ, չէ՞։ Այս չի բացառում կերիա։ Պարոն Թուլություն, խանութը բացել է ժամանակ։ Չեմ կարող ասեմ, դժվար է արդեն։ Ինչպես Արդեն դժվար չեմ հիշում։ Այդ ժամանակ խանութները բացում էին, բացեր թե չէ։ Դժվար բաց կլներ։ Խանութը դժվար բացել էր այն ժամանակ, դժվար արդեն փակել են։ Եթե ինքն դե չի ելել, ոնց կարող ասել։ Չէ, այդ ժամանակահատվածի մասին է խոսքն էլի, այդ օրերի մասին կարող է արդեն այդ օրերը փակած են, հա։ պատվազան դատարան ես հարցնում եմ, բայց միջնորդություն ունեմ։ Այլ հարցեր կա։ Ոչ, բան։ Ոչ։ Պատվազան դատարան կապված սնարյադի հնարավոր արկայության կամ բացակայության մասին պարոն Թուլյանը նախաձեռնական դիրքությունում հայտնել է նշեմ, որ գյուղում էր գտնվում հոսպիտալը, որը Մերկանում զորամաս է կար։ Բացի այդ գյուղի տների մոտ 95%-ում մեկի, այսինքն Պարիսպազորից զորակոչված
պաշտոնատիրը խաչմերուկում ահագին սնարյադներ, այսինքն հրթիռներ են եղել։ Դրանից մոտ 100 մետր հեռու զենք զինամթերքով լիքը արկղեր են եղել։ Դե ես մասին ախում։ Հիմա հարց կանում է հետևյալը։ Որտեղ է ձեզ տեղեկությունը ձեզ, որտեղ սնարյադներով լիքը արկղեր են։ Նայեք, ես տեղեկություն Հաստատի միջնորդություն հարուցվեց։ Շարունակենք։ Եվ դատավարական առումով պաշտպանը ընդունեց նախասկզբնական այդ հակասության մասը, համարեք այդ մասը հրապարակված և այդ առողջությամբ դուք դատական ինստիտուտում տարբերվող ցուցմունք եք ըստ էության, այդ պաշտպանի զարգացած մասը լսեցինք։ Նախաքննության ընթացքում ձեր տված ցուցմունքները։ իմ տված ցուցմունքն է, բան չունեմ ասելու, բայց Նախաքննության ընթացքում տված ցուցմունքի ժամանակ ձեզ որևէ մեկը գրիչս այնտեղ տված։ նախաքննության ընթացքում հակասությունից առանցել որևէ մեկը ուղղորդել Ոչ, ասել ինչ ասել բան։ ոչ, Այդ սպանում։ պաշտպանությամբ ինչի հայտնել եք։ Ինչ հիշում եմ եմ ասում, ոչ մի բան։ Այդ պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում նշել եք արկերի արկայության և դրա մեջ հրթիռների շատ բազմականակ արկայության մասին։ Եթե դատանը ճիշտ է հիշում, ասացիք, որ այն արկղեր, բայց տեղակայել եք արդյոք լիքն էին դատան։ Այս հակասության մասին ի վերջո ինչ կասեք։ Դե բան չունեմ ասելու, հիմա արկղերը եղել են, բայց մեջը լիքն է եղել, լիքը չի եղել, միգուցե այն ժամանակ բան էլի ես եմ ասել, բան չկա, բայց կոնկրետ չեմ կարող ասում, լիքն է եղել, լիքը չի եղել, հենց այդ արկղերը, միգուցե լիքն է եղել։ Մենք հարցերով այս ուղղակի դեպքի վարում անմիջապես։ Հետո մոտիկացել եմ, էլի դեպքի վերին։ Ացսի մասունքներ տեսել։ Այն ժամանակ, եթե դուք դեպքի վայրում ելնեիք, ԱՑՍ-ի մասունքների ման կգայիք, Ես չեմ ասում։ դե ոնց կարամ տեսածել եմ, չեմ տեսել։ Վարվող մեքենան, վիրավորը, մարդիկն հնարավոր չի եղել, որովհետև բան մանկյաստե ԱՑՍ-ի մասունք եմ տեսնում։ Դա խելքի մոտիկ բան չի։ Չեմ ասում անգամ։ Դե հիմա Ինչպես պատասխան։ Ահացուն արնում։ Ես այլևս հարց չունեմ։ Ես մի հարց այն այս վերջին հարցի մասով, բայց դուք ձեր ցուցմունքում նշեցիք, որ տեսել եք, նկարագրեցիք չափ, այդ նույններ ինչ որ Աբովյանի ժամանակ խփեց արարների վրա, այսինքն այդ երբ որտեղ ինչ տեսակ որ մենք համեցիք։ այդ մեքենան բերելուց հետո, նայ մեքենան որ բերել են, ես մի քիչ առաջ ես սխալ եմ ասել, կներեք, մեքենան որ բերել են, երեխեք դեռ մեջն են եղել։ Բերել են այդ տեղ որ կանգնեցրել են, մեկ սաղ գիշեր զբաղված եք եղել երեխեքին, ողջուն տեղավորել եք համապատասխան բարգբաների մեջ ու ուղարկել։ Այդ ժամանակ արդեն նկատվում էր այդ բաները, այդ բանի խփածները, այդ ԱՑՍ-ի շարիկների, հիմնական ասկոլկեք շարիկներ եղել էլի։ Այնտեղ տեսել եք։ Հա, այնտեղ եք տեսել, այնտեղ եմ շարիկներ։ Չէ, շարիկները չի, ծակերը։ Ծակեր։ Ծակերից արդեն այդ նույն բանա ձեռագիրն է, էլի արդեն նախկին տեսած, հա։ Որովհետև ապրիլին արարում ձեզ հարվածած նույն տեսակի ըստ ձեզ Նույն ձայնը, նույն բանը, նույն իր այդ հետևանքները սաղ նույնն է, էլի։ Դատանը ձեզ նույնպես հարցեր չունի, հարգելի վկա, ձեր հացակնություն ամենայն ավարտված, կարող եք նստել, կարող եք գնալ ձերնդության։ Ստացվել է օրինակներ, Չէ, դրություն։ Դրություն դուր ստացվել է զեկնացման պատասխանը, որի համաձայն Արտոն Պողոսյանը ծնված 05/06/1993 թվականի 28/04/2023-ին ժամը 03:04-ին զվարթնոց կթանավակարանով հատել է հասանայական սահմանը և այլևս չի վերադարձել։ Այն հարգելի դատավարության մասնակիցներ, ինչ դիրքորոշումներ ունեք սուրմացի առողջության։ Պատասխան դատան նման պայմաններում ուզում եմ, որ դատանը պետք է միջոցներ ձեռքարի առնվազն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումի միջոցով նվելու վայրը բարձելու ուղղությամբ, որի անհնարինության դեպքում նոր համապատասխան միջնորդություն կլինի
միջոցներ ձեռք առնենք համապատասխան հյուպատոսական ծառայության միջոցով ինքը հարցակնն է, բայց չսպառենք միջոցները Եվրոպական դատարանի կողմից մատնանշված, որպեսզի հնարավոր լինի այդ ուսումնքը հրապարակել։ Իսկապես ձեր կողմից նշված երկրի սկզբից դատարանը սխալ ուղղությամբ գնաց, հասկանալի է, որ հանրապետության մասին չի խոսում։ Հասկացա։ Այլ որոշում չկա։ Դատարանը նշում է նաև, որ Շնորհատական նիստին, ինչպես նիստի սկզբում նշեցի, ծանոթացել էր նաև Սենիկ Հովհաննիսյանը, դատարանը պատակարարման է համարում 5 րոպեին մինչև դատական նիստը, որպեսզի լրացուցիչ հեռախոսազանգի միջոցով ևս մեկ անգամ հաստատվի վերջինիս ներկայանալու կամ չներկայանալու հանգամանքը։ 5 րոպե։ Դատավարության մասնակիցներին տեղեկացնում եմ, որ դատարանի աշխատակազմին հաջողվեց կապ հաստատել ՎԿ Սենիկ Հովհաննիսյանի հետ, վերջինս ներողություն խնդրեց, նշեց, որ մասնակցում է ատեստավորման քննության, դրա համար հեռախոսը անջատված վիճակում էր գտնվում։ Ատեստավորման քննությունը այսօր ևս շարունակվելու է։ Դատարանի աշխատակազմը վերջինս տեղեկացրեց հաջորդ դատական նիստին նոյեմբերի 11-ին ներկայանալու անհրաժեշտության մասին։ Վերջինս ևս մեկ անգամ պարտավորեց ներկայանալ։ Դատարանը վերստին ընդգծում է, որ վերջինի հրամանատարությանը ոչ միայն գովարկվի թղթային ծանոթություն, այլ հնարավորության դեպքում նաև հեռախոսազանգի միջոցով կտեղեկացվի, որպեսզի անխոչնդոտ ապահովվի ՎԿ Սենիկ Հովհաննիսյանի ներկայությունը հաջորդ դատական նիստին։ Միևնույն ժամանակ դատարանը դատավարության մասնակիցներին տեղեկացնում է, որ Դավիթ Հովհաննեսի Հարությունյանը ևս ծանոթացվել է նոյեմբերի 11-ի ժամը 11:00 դատական նիստով, գլխավոր շտաբի միջոցով, գլխավոր շտաբի պետին է ուղղել ծանոթությունը, դեռևս նախորդ դատական նիստից հետո ու ողջամտորեն ենթադրելի է, որ առնվազն հաջորդ դատական նիստի համար համապատասխան ծանոթությունը հասցեատիրոջը կհասնի։ Այսինքն բացի այդ դատարանը արձանագրում է նաև, որ ողջամիտ է համարում Արեն Մեղադրողի կողմից կատարված դիտարկումը ՎԿ Արտյոմ Պողոսյանի գտնվելու վայրը ներողություն տրանսպորտ բաժնում նշված է A389 Avia Հակագծերում Աթենս, որպեսզի ենթադրություններ չանենք, այնուամենայնիվ ոստիկանության միջոցով կփորձենք ճշտել, արդյոք սա հանդիսանում է հենց քადրը, թե կան նաև այլ տեղեկություններ։ Ամփոփելով դատարանը նշում է, որ նոյեմբերի 11-ի դատական նիստի համար միջոցներ կձեռնարկի ապահովելու Տաներ Սենիկ Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի ներկայությունը, ինչպես նաև համապատասխան դրություն կողարկի ՎԿ Արտյոմ Պողոսյանի հաշվառման վայրի, ինչպես նաև այդ ավելի վերադարձ ստորաբաժանման հրամանատարության միջոցով կփորձի ճշտել արդյոք տեղեկություններ կան, թե վերջինս որ երկրում է գտնվում։ Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ 11 նոյեմբերի 11 և 12-ին թեև նշանակված են դատական նիստեր, սակայն նպատակահարմար է համարում նաև հետագա օրեր համաձայնեցնել արդեն դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Դատավարության հարգելի մասնակիցներ, դեկտեմբերի 2-ին յուրաքանչյուր ժամի Երկուս անցկացրել 10-ին որ նշանակենք հարմար է։ Դեկտեմբերի 2-ին ժամը 10:00-ին։ Եթե կա խնդիր չի։ Ժամը 10-ին։ հա մի հատ էլ դեկտեմբերի 9-ին դարձյալ ձեր նախընտրած ժամին Պատվաժան դատարան 11-ից երբ կավարտեք։ Իսկ դա 8-ին դեկտեմբերի 10-ին դեկտեմբերի 10 Մինչև 3 3-ին
Դեկտեմբերի 10-ին, որ դարձյալ ժամը 10:00 նշանակենք հարմար է, հարգելի հանրահավաք։ Հարմար։ Երկուսին, 10-ին, Մի հատ էլ էսա կնշանակենք մի շաբաթվա մեջ։ Դեկտեմբերի 15 կամ 17։ 15-ին ենք նույնիսկ 17-ին, առավոտը բայց 10:00, հա։ Հարմար է բոլորը։ այո։ Դատարան արձանագրում է, որ հաջորդ դատական նիստը ակտիվ նշանակված է թվականի նոյեմբերի 11-ին ժամը 11:00-ին, ինչպես նաև կողմերի հետ համաձայնեցվեցին նաև հետագա այլ դատական նիստեր։ Սույն դատական նիստը ենթակա հետաձգման, իսկ հաջորդ դատական նիստի առարկա, ինչպես նաև վկաների ներկայացման ապահովման վերաբերյալ դիտարկումներ դատարանն արդեն իսկ հնչեցրեց։ Դատական նիստը հետաձգվում է։